Պարոն Պետրոսյան, տեսնում ենք, որ վերջին օրերին Իրան-Իսրայել հակասությունները եւ հակամարտությունը նորից ծրվել են, տեսանք, թե փոխադարձաբար ինչ հարվածներ հասցվեցին, բայց կրկին առաջին քայլը կամ գործողությունը եղավ Իսրայելի կողմից, այս անգամ Մոսադը գործեց անգամ Իրանի տարածքից։ Ընդհանուր առմամբ ինչպես կբնութագրեք այս տեղի ունեցող process-ները, այս հարձակումը եւ ըստ ձեզ այս հարձակմամբ ու գործողություններով ինչ խնդիր են լուծում թե Իսրայելը, թե Միացյալ Նահանգները։ Իսրայելը ունի մի հստակ մոտեցում ռազմավարություն, որ Իրանի միջուկային ծրագիրը դիվանագիտական լուծում չունի, դրա միակ լուծումը ռազմական լուծումն է։ Հիմա եթե նշածս ուրեմն տեսակետի հիման վրա փորձում ենք վերլուծել իրավիճակը, ապա փաստացի Իսրայելը իր շահերի եւ իր մոտեցումների հիման վրա փորձում է լուծել Իրանից բխող այսպես կոչված միջուկային սպառնալիք, այսինքն ռազմական եղանակով փորձում է լուծել խնդիրը եւ սրանով էր պայմանավորված, որ նաեւ ժամանակահատվածի ընտրությունը գործողության, նախապատրաստում էին եւ արդեն նախանշված էր բանակցությունների հերթական փուլը, եթե չեմ սխալվում 6-րդ փուլը, եթե չեմ սխալվում, կողմերը պատրաստում են բանակցություններին իսրայելական կողմից շատ գրագետ նախապատրաստած տեղեկատվական քարոզչության տեղեկատվական եւ քարոզչական գործողության արդյունքում բթացվել էր բոլորի զգոնությունը, այսինքն որը մեկը չէր ակնկալում, որ կարող էր նման գործողություն տանել եւ իրականացած այս գործողությունը, այսինքն նպատակներ թույլ չտալ որոշել, որպեսզի դիվանագիտական գործարք տեղի ունենա եւ աշխարհակահաղական ներկա իրողությունները, տարածաշրջանային ներկա իրողությունները վերջին տարիներին Իսրայելի հաջողած գործողությունները իր անվտանգային մակարդակի բարձրացման մասով փաստացի Իսրայելը կարողացել էր իրանական սպառնալիքը առավելագույնս հեռացնել իրենից, եւ նաեւ Իրանի ներսում նախապատրաստված բազմակայլ կոմբինացիայի արդյունքում հնարավոր եղավ այս բազմաշերտ գործողությունն իրականացնել եւ որոշակի հաջողություններ արձանագրել։ Իրանական կողմը չեմ կարծում, որ կանխատեսել էր նման մասշտաբի գործողություն։ Սա է կարևորը։ Իր հաշվարկներում սխալվել էր եւ արդյունքում ունենք այն ինչ ունենք, որովհետեւ եթե նրանք ունենային օրինակ սցենարներ իսրայելական կողմից, այսինքն չեն բացառել, որ կարող է ռազմական գործողություն լինի, բայց որ այս մասշտաբի, այս մակարդակի բնականաբար չեն կանխատեսել, սրա պատճառով էլ գոնե զուտ ասենք մարդկային առումով նման մեծ այդ կորուստներն արձանագրվեցին, նույնն էլ նաեւ ռազմական օբյեկտների հետ կապված։ Պարոն Պետրոսյան, ամեն դեպքում մենք տեսնում ենք, որ իրանական կողմից որքան էլ որ խոսվում է պատասխան հարվածների մասին, բայց ամեն դեպքում ավելի կառուցողական են։ Այսօր նաեւ Թրամփը հայտարարեց, որ հույս ունի, որ կողմերը կգնան գործարքի կամ համաձայնության կգան, բայց նաև հարցեր կան, որոնք պիտի պատերազմով լուծել։ Ամենատարբեր սցենարների մասին է խոսվում, նաև որոշ վերլուծական շրջանակներ ասում են, որ սա խոսում է Իրանի ճակերտավոր ասած պարտության մասին եւ Իրանը պիտի մտածի, թե ինչպես պիտի վերափոխի ամբողջ համակարգը, այսինքն ինչ որ միտեղ սխալվել է Իրանը եւ սա խոսում է իր պարտության մասին։ Դուք ինչ եք կարծում, ինչ հնարավոր հավանական սցենարներ են խաղարկում թե Միացյալ Նահանգները, թե Իսրայելը եւ ինչ տարբերակներ են հնարավոր, այսինքն մենք գիտենք, որ նաև խոսվում է Իրանում քաղաքացիական պատերազմ հրահարելու մասին, Նեթանյահուն անգամ ժողովրդին կոչ արեց, ասաց մեր պատերազմը ձեր դեմ չի, ձեր իշխանությունների դեմ է, դուք էլ կարող եք նրանց դեմ դուրս գալ, այս ամբողջը ինչ միտում ունի։ Այո, այս պահին եթե գնահատենք, բնականաբար Իրանը զգալիորեն կորցնում է եւ այս պահի դրությամբ դարձյալ այս հակամարտության կամ այս պատերազմի շրջանակներում բնականաբար առավելությունը Իրանի կողմը չէ, այս պետք է ֆիքսենք, բայց ուզում եմ նշել, որ այս ամբողջ գործընթացում ի տարբերություն Իսրայելի Իրանը փորձել է պահպանել հակամարտության իրավական ուրեմն բաղադրիչից բխող բոլոր պարտավորությունները, այսինքն եւ քաղաքական հայտարարություններով եւ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում նիստի նախաձեռնմամբ եւ տարբեր ձևաչափերում դաշնակիցների հետ բանակցությունների արդյունքում եւ այլն, բոլոր հնարավոր ձևաչափերում փորձել է հիմնավորել, թե ինչի է ինքը գնում ռազմական գործողությունների։ Ի տարբերություն Իսրայելի, որը կարելի ասել, որ դիվանագիտական, այսպես իր համար հովանոց չի ապահովել, այլ
ռազմական գործողությունները իրականացնել իր հաշվարկներով, այսինքն հաշվի չնստելով որևէ միջազգային իրավական մեխանիզմի հետ։ Իսրայելին այս նման գործելավոճը հնարավոր է դարձել ապահովել երկու հիմնական պատճառով։ Մեկը, որ աշխարհում այս պահին ընթանում են ֆունդամենտալ փոփոխություններ, երկրորդ, որ կա Միացյալ Նահանգները, որը դաշնակից է, որը ՄԱԿ-ում վետո է կիրառում ցանկացած բանաձևի դեմ, որը կարող է վտանգել Իսրայելի քաղաքականությանը եւ անվտանգությանը տարածաշրջանում եւ իհարկե ցանկացած այսպես նեղ պահին կարող է մտնել process-ի մեջ եւ աջակցել Իսրայելին։ Այսինքն Իսրայելը իրականացնում է նման գործողություններ կամ ունի նման գործելավոճ, Իրանը այս պահին ավելի պաշտպանողական է եւ տրամաբանական է, որ Իրանը այդպես պետք է վարվի, որովհետեւ կրկնում եմ, վերջին սա 1, 2, 3 օրվա պատերազմ չէ, սա մի քանի տարի արդեն շարունակող պատերազմ է, որտեղ փուլ առ փուլ Իսրայելը կարողացել էր Իրանի դիրքերը թույլատրել եւ արդեն գործողությունը բերել հասցնել անմիջապես Իրանի սահմանին։ Ընդ որում ես կարող եմ նշել, որ գոնե անցած 1 տարվա ընթացքում ես անընդհատ խոսել եմ, որ այս պատերազմը հնարավոր է, հաշվի առնելով, որ բոլոր իրավիճակային գործոնները նպաստում են Իսրայելը գնա նման պատերազմ։ Եվ հենց իրանական կողմը պետք է զգոն լիներ հասկանալու համար, որ կարող են նման սցենարներ լինել եւ փորձեր կանխել, բայց նրանց մոտ էլ շատ բթացած իրավիճակ էր եւ ես դա հասկացել եմ, վստահ կարող եմ ասել, հասկացել եմ նաեւ բազմաթիվ իրանցի գործընկերների հետ շփումներ, երբ մենք ահազանգել ենք Հայաստանից այդ ոնց է մենք կարողանանք հաշվարկել, որ նման գործողություններ կարող են լինել, իսկ իրենց մոտ բթացած վիճակ է, իրենք վստահ չեն կարծում, որ կարող է նման գործողություն տեղի ունենալ։ Եվ հեռանկարը, այսինքն հիմա գալիս եմ դրան, բայց սա էլ ասեմ, ինչն է հետաքրքիր էլի եւ նաեւ ինձ համար տարօրինակ, որ Իրանում հավատում էին Միացյալ Նահանգների բանակցային գործընթացը, սա շատ կարեւոր հանգամանք է։ Այսինքն իրենք ասում են, քանի որ մենք Միացյալ Նահանգների բանակցում ենք, Իսրայելը չի կարողանա գնալ Միացյալ Նահանգների շահերը։ Եվ սա շատ կարեւոր գործոն է, ինչի՞ համար, որովհետեւ հաստատի, եթե իրենք Միացյալ Նահանգները եւս մեղադրում են այս գործողության մեջ, այս փոխադարձ անվստահությունը կա եւ այս պարագայում բարդ է ասել արդյոք դիվանագիտական գործընթացում հնարավոր կլինի հետագա ուրեմն պայմանավորությունները ձեռք բերել։ Օրինակ լայնածավալ պատերազմ սա կարող է դառնալ։ Հենց սա լայնածավալ պատերազմն այս երկու երկրների միջև։ Ձեր հարցը վերաբերում է ավելի մեծ մասշտաբի տարածաշրջանային պատերազմի։ Այդ սցենարը կարող է լինել, եթե Միացյալ Նահանգները մտնի խաղի մեջ կամ Իսրայելը փորձի Իրանի դեմ գործողություններն իրականացնել այլ երկրների տարածքներ օգտագործելով եւ որին կհետևեն Իրանի պատասխան գործողությունները այն բոլոր տարածքներից, որտեղից թիրախավորվում է Իրանի տարածքը։ Այսինքն այս պայն Իսրայելը թիրախավորում, հրթիռներն ուղղում են Իսրայելի ուղղությամբ։ Եթե ենթադրենք օրինակի համար Բահրեյնում ունեն ռազմաբազա Միացյալ Նահանգները կամ Իրաքում, Սիրիայում, եթե այդ տարածքներից լինի թիրախավորումը, Իրանի պատասխանը կլինի այդտեղ։ Եթե Ադրբեջանի տարածքն օգտագործվի Իսրայելի կողմից, բնականաբար Ադրբեջանի տարածքը կդառնա լեգիտիմ թիրախ։ Այսինքն այդ դեպքում է հնարավոր։ Այս պահին դիտարկելով առկա իրավիճակը նման սցենարը նվազ հնարավոր է եւ շարունակելով ավելի, եթե խորացնում ենք այս պատերազմը, մյուս փուլը կարող է լինել արդեն երկրների ներսում, տվյալ դեպքում ավելի հավանական է հենց Իրանի ներսում, ուրեմն հակաիշխանական տրամադրությունների գրգռումը եւ այսպես ասենք ամբոստական ինչ որ գործողությունների կամ հեղափոխական գործողությունների հրահրումը, ընդ որում արդեն իսկ նկատում եմ, որ նման գործողություններ իրականացում են հատկապես Իրանի քրդերով բնակեցված այդ հատվածներում, թուրքախոսներով բնակեցված հատվածներում, արաբներով բնակեցված հատվածներում, այսինքն նման փորձեր եւս արվում են եւ սա ընդհանուր այս իսրայելական պլանի կարևոր բաղադրիչներից մեկն է, այսինքն SSS կետերում ենք հասցնում ենք վնասներ, հետո արդեն կենտրոնանում ենք հասարակական հուզումների վրա եւ ներկայում այդ process-ն է գնում, դա շատ բարդ process է եւ երևի թե ամենավտանգավոր process-ն է, որովհետեւ տարբեր մասնագիտական գնահատականներով անգամ կարող է հանգեցնել տարածաշրջանում նախ Իրանում
մաստատման քաղաքականության գործընթացի եւ իհարկե կարող է հրահրել տարածաշրջանային էլի պատերազմ, որտեղ տարբեր խաղացողներ դիցուք ունենք Թուրքիան եւ Ադրբեջանը կարող են օգտվել դրանից, Պակիստանը անգամ կարող է օգտվել եւ հետեւաբար բնականաբար հակամարտության ընդլայնման եւս մեկ տարբերակ է։ Պարոն Պետրոսյան, վտանգներից խոսեցիք այդ սցենարներից։ Ինչ վտանգավոր սցենարներ կա հենց մեր Հայաստանի համար, որովհետև որոշ վերլուծաբաններ, ինչ այս հակամարտությունը սկսվել է վերջին օրերին, ասում են, որ այ Ադրբեջանը այս շանսը բաց չի թողնի, նոր ճակատ կբացի Սյունիքից։ Նախ հասկանանք այս սցենարը որքանով է հավանական, այսինքն հնարավոր է, որ հիմա Ադրբեջանը եւս մեկ ճակատ բացի, եւ նաեւ տեղեկատվական առումով մենք տեսնում ենք, թե հիբրիդային պատերազմի համատեքստում ինչպես է աշխատում Ադրբեջանը, պարբերաբար խոսում է այն մասին, թե նաեւ իրանահայերը կամ հայերը փորձել են հետախուզական տվյալներ փոխանցել Իսրայելին։ Նաև խոսք է գնում, որ Ադրբեջանի տարածքից է հարվածներ հասցվել Իրանին։ Այս բոլոր սցենարները որքանով են հավանական եւ ըստ ձեզ հնարավոր է, որ Ադրբեջանը այս իրավիճակից օգտվի եւ օրինակ Սյունիքի ուղղությամբ գործողություններ սկսի։ Ադրբեջանը Սյունիքի ուղղությամբ կարողանա գործողություն սկսել, ինչ որ կերպ, որպեսզի հետո այսինքն հիմնավոր իր տեսանկյունից հիմնավոր գործողություն սկսել, եթե լինի տարածաշրջանային պատերազմի հնարավորություն։ Այս պահին նման պատերազմի որևէ հիմնավորում Ադրբեջանը չունի, բայց մի կարևոր հանգամանքել եմ ուզում նշել, եկեք մենք էլ Իրանի պես չբթանանք եւ հասկանանք, որ քանի որ Ադրբեջանը ունի նման ծրագիր, ամենաանսպասելի պահին կարող է այդ ծրագիրը փորձել իրականացնել, ինչպես իրականացեց Իսրայելը Իրանի դեմ։ Սա շատ կարևոր, այսինքն պետք չէ հիմա գնալ ինչ-որ տրամաբանական հաշվարկների վրա եւ փորձել ինչ-որ գնահատականներ հնչեցնել։ Այսինքն ամեն օր, ամեն րոպե, ամեն ժամ պետք է կանխատեսել նման գործողություն, որտեղ մեր հարևանությամբ եղան իրավիճակներ, որոնք մեզ համար պետք է դաս լինեն։ Հա, սա իմ կարծիքով շատ կարևոր է եւ գոնե զինված ուժերի հիմնական խնդիրը պետք է լինի, զինված ուժերի եւ հետախուզության հիմնական խնդիրը պետք է լինի, բայց այս պահին որևէ հիմնավոր եւ նաեւ իրավիճակային հիմք եւ պատճառ Ադրբեջանը չունի անելու, բայց կրկնում եմ, ամենահաջող ռազմական գործողությունները տեղ ունենում այն ժամանակ, երբ որ դրանք ամենակիչն են սպասելի, ամենաանսպասելին։ Հիմա անցնենք մյուս արդեն կողմեր։ Մեզ համար ամենավտանգավոր սցենարը այդ տարածաշրջանային պատերազմի սցենարն է, եւ ես կարծում եմ, որ Ադրբեջանը հենց դրան տևական ժամանակ նախապատրաստվել է, այսինքն եթե արդեն իսկ կանխատեսում է, որ հետագա գործընթացները այդ սցենարով են գնալու, ուրեմն սա մեզ համար արդեն իսկ ես կարծում երաշխավորված վտանգ է, որ մեր տարածքի դեմ լինելու է հարձակումներ, բայց ելի եմ կրկնում, այս պահին դեռևս դրա սպառնալիքը կա, բայց այս պահին դեռևս այդ փուլում չէ, որտեղ ամեն ինչ մեծ հաշվով պայմանավորված է Իրանի դիմադրողականության ներուժով, թե որքանով կարողանա Իրանը դիմադրել առնվազն գոնե երկրի ներսում թույլ չտալ հանկարծ իրավիճակի վատթարացում, այդ հեղափոխական գործընթացներ։ Բայց ասեմ, որ սա էլ շատ բարդ է լինելու, վտանգավոր է լինելու, որովհետև նախ ողջ գործիքակազմը միաժամանակ մի քանի երկրների լծվելու է եւ ուղղորդվելու է այդ ուղղությամբ, եւ երկրորդ Իրանի ներսում այնուամենայնիվ կային ուրեմն հակաիշխանական տրամադրություններ եւ դժգոհություններ։ Հիմա անցնենք արդեն հիբրիդային, այո։ Արդեն իսկ տեսնում ենք, որ Ադրբեջանը հենց սա էլ կարևոր ցուցիչ է, իդեպ ասեմ, սա շատ կարևոր ցուցիչ է գնահատելու Ադրբեջանի մոտեցումը այս ամբողջ իրավիճակին։ Այսինքն պատերազմի սկսելու հաջորդ իսկ օրը մենք տեսանք Ադրբեջանի կողմից արդեն հիբրիդային քարոզչական գործողություններ Հայաստանի Հանրապետության եւ ուրեմն նաեւ հաջորդի դեմ։ Ձեր նշած օրինակը իբր թե իրանահայերը փորձել են հետախուզական տեղեկատվություն տալ։ Դրանից բացի տեղեկություններին հաղորդել, թե իբր Հայաստանում Եվրոպական միության դիտորդներն են տվել ինֆորմացիա հետախուզական, Միացյալ Նահանգների զինծառայողները, որոնք այստեղ զորավարություններ են արել, իրենք են տրամադրել տեղեկատվություն, Հայաստանի իշխանություններն են տրամադրել տեղեկատվություն իբր իսրայելցի եւ Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ ուրեմն հանդիպումների ընթացքում։ Այսինքն ակնհայտ է, որ այս ամեն ինչը արդեն օգտագործվում է մեր դեմ։ Եվ սա հստակ արդեն շատ հստակ ցուցիչ է, որպեսզի մենք
փորձենք կանխատեսել, թե ինչ է ընդունակ մեր հարևան ուրեմն թշնամի պետությունը եւ միևնույն ժամանակ հասկանանք, որ ունի հստակ նպատակներ, տեսեք 2020 թվականից հետո իրենք Արմենիան Ադրբեջանի այդ խոսույթն են ակտիվ տանում։ Վերջին 1 տարվա ընթացքում աննախադեպ ակտիվություն է նկատվում։ Իսկ սա ինչի մաս եւ զուգահեռ հարավային Ադրբեջանի մասին, որը Իրանի տարածքում։ Իսկ սա ինչի մասն է խոսում, որ այնտեղ էլ նստած մարդիկ, մասնագետները ռազմավարական ծրագրեր են գծում, հաշվարկներ են անում եւ գնահատում են տարածաշրջանային պրոցեսների ընթացքը, որ կարող է բարենպաստ իրավիճակ ստեղծվել ինչ որ նման ծրագրի իրականացման համար, բայց պետք է դրա համար քաղաքական, քարոզչական, իրավական բազա եւ հենց դա են ստեղծում։ Այսինքն հիմա իրենք տևական ժամանակ Իսրայելի հետ համագործակցելով ըստ անհրաժեշտության նաև իրենց տարածքը հնարավոր է, նաև հետախուզության մասին չեմ ասում, վստահ եմ, որ հետախուզը հատկապես Իրանի հյուսիս-արևմուտքում եղած թիրախների հետախուզական հիմնական տվյալները ստացվել է Ադրբեջանի աջակցությամբ եւ Ադրբեջանի տարածքը եւ այդ տարածքներում ապրող ուրեմն թուրքախոսներից ադրբեջանական հատուկ ծառայությունների, Թուրքիայի հատուկ ծառայությունների աշխատանքների արդյունքում ակնհայտ է կանխատեսել է, որ հարմար բարենպաստ իրավիճակում Ադրբեջանը մտնել է խաղի մեջ եւ այս ամեն ինչը պետք է հաշվարկել։ Հիմիկվանից նաեւ մեր դիվանագիտական մակարդակում պետք է փորձել Ադրբեջանի նման խաղի սցենարը հնարավորինս հեռացնել Հայաստանի սահմանից, որքանով հնարավոր կլինի չեմ կարող ասել, բայց որ պետք է աշխատանքներ տարվել, վստահ եմ, այս ուղղությամբ պետք է աշխատել։ Այսինքն այս պահին այսպես ասեմ, քանի դեռ Իրանի շուրջ եւ Իրանի ներսում այս իրավիճակը շարունակվում է, մեզ համար առաջին անվտանգային մարտահրավերը կապված է այդ գործընթացի հետ։ Հետևաբար մեր խնդիրը պետք է լինի հետևել այդ process-ներին։